Միայն դրա համար գաղտնաձերծել են այդ փաստաթուղթը։ Ես դա հանրայնացնելու հնարավորություն չունեի։ Լավ, այս մարդը ով է, որ խոսում է զինված ուժերի մասին։ Իրեն պետք է այլևս գաղտնի չէ։ Իրան պետք չէ, ինքը դառնում է միանգամից գաղտնի տեղեկատվություն։ Խողարկվում է բուն առաջնագծում եղած խնդիրները, դուք 5 տարվա մեջ համազգեստի խնդիր չեք լուծել, հասկանում եք։ Այդ մարդը եւ նրա ընտանիքը մեր հասարակության մեջ միջև չունենան առաջնային դերը, միջև դրանք չլինեն գնահատված իրենց ողջ ծառայության ընթացքում, այս պետությունը որևէ քայլը շարժվել հնարավորություն պարզապես չի ունենալու։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան, պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Աբրահամյան, մեր այսօրվա հանդիպումը պատահական չէ, կարծեք ավանդույթ է դառնում։ Նախորդ տարի այս ժամանակահատվածում մենք շատ կարևոր հարցազրույց ունեցանք եւ նվիրեցինք Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին, սա էլ նվիրում ենք բնականաբար 34-րդին, թեև իսկապես տրամադրության եւ հիմքային կարևոր հարցերի առումով անոնցնապես փոփոխություն չկա նաեւ այս մեկ տարվա ընթացքում։ Պարոն Աբրահամյան, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ բանակում իրենց իսկ մեկնաբանմամբ հաջողված բարեփոխումները նյարդայնացնում են որոշակի շրջանակների, նկատի ունեն ընդդիմադիր շրջանակների եւ նաեւ ասում են, որ այդ շրջանակները ամեն բան անում են այդ բարեփոխումները ստվերելու համար։ Ինչ բարեփոխումներ են դրանք, պարոն Աբրահամյան, եւ խնդրում եմ իմ հարցը սարկազմով չընկալել։ Երբ ասում են բարեփոխում, իշխանության ներկայացուցիչները ինչ նկատի ունեն, ում համար է դա բարեփոխում, Հայաստանի համար, թե Ադրբեջանի համար։ Գիտեք, թե ում համար է դա բարեփոխում, դա էլ այս հարցում քննարկման առարկա, բայց մեկ այլ բան էլ կա այստեղ, նախ ցանկացած փոփոխություն ինքը չի նշանակում բարեփոխում։ Այսինքն բարեփոխում բառը ինքը հնչում է թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի այն համարվի բարեփոխում։ Այսինքն սկսած տեխնիկական փոփոխություններից միջև քայլեր, որոնք ծանր հետևանքներ ունեն զինված ուժերի համար, դրանք դրա անունը դրել են բարեփոխում, ըստ էության խեղաթյուրելով խնդրի ողջ էությունը եւ բովանդակությունը, սա մեկ։ Եվ երկրորդը, ինչ վերաբերում է ստվերելուն, ապա զինված ուժերը բավականին մեծ համակարգ է հազարավոր մարդկանց ընդգրկվածությամբ, ընդ որում հազարավոր մարդիկ ոչ միայն բուն ծառայողներն են կամ քաղ ծառայողները, համազգեստ կրող անձինք, այլ նաև նրանց հարազատները եւ բանական ենթակառուցվածքի հետ առնչվող կազմակերպությունները, այդ թվում մասնավոր եւ այս պարագայում զինված ուժերում փոփոխությունները կամ դրական արդյունքները, դրա մասին հայտարարես թե չհայտարարես, դրանք մարդկանց համար դառնում են հասանելի տեղեկատվության նյութ։ Մի կողմ դնենք ռազմական բնույթի գաղտնիություն պարունակող տեղեկատվությունը, բայց սկսած ծննդի ապահովից մինչև մարտական հերթապահության հետ կապված հարցեր, բնականաբար շոշափում են հազարավոր մարդկանց եւ այստեղ ընդդիմությունը, այլ շրջանակներ, 4-րդ անձինք, 5-րդ երկրներ, այստեղ նորմալ փոփոխությունների պարագայում առանձնապես մեծ ստվեր գցելու հնարավորություն պարզապես չեն ունենալու։ Այլ բան է, որ այն ամեն ինչ, որ ներկայացվում է բարեփոխում, դրանք կամ որպես դրական փոփոխություն, դրանք որպես կանոն որևէ առնչություն չունեն զինված ուժերում դրական դինամիկայի հետ, իսկ դրան շատ ավելի խորը ընկալելու համար հենց մեկ-երկու գործոն կարևոր է հասկանալ։ Առաջինը, այն մարդիկ, ովքեր խոսում են զինված ուժերի մասին, դրանց ճնշող մեծամասնությունը մարդիկ են, որոնք առասարակ որևէ առնչություն չունեն զինված ուժերի հետ։ Այսինքն տեսնում ես տարբեր տաղավարներում, տարբեր միկրոֆոնների առաջ մարդիկ խոսում են բանակի մասին, սպառում են ինչ-որ մեր ժողովրդին, հասարակության տարբեր խմբերին, որ դուք չեք տեսնում մեր բարեփոխումները, բայց նայում ես, լավ, այս մարդը ով է, որ խոսում է զինված ուժերի մասին։ Ոչ թե բարի վատ իմաստով, որ ամեն մարդ չի կարող խոսել դրա մասին, այլ նվազագույնը մարդը պետք է կոմպետենտ լինի այդ թեմայի հետ խոսելու։ Երբ որ քաղաքացին նայում է էկրանին եւ տեսնում է մարդու, որ
առանձնապես որևէ առնչություն չունի զինված ուժերի հետ, բնականաբար նրա արտասանած միտքն էլ չի կարող մարդկային տեսանկյունից քշիռ ունենալ։ Դե իհարկե մենակ զինված ուժերին չի վերաբերում, դա վերաբերում է նաև բոլոր ոլորտներին։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ մենք այս տաղավարում սկսենք բժշկությունից խոսալ եւ այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում էին, կնային կամ կանջատեին կամ կզանգեին իսկ ասեն լավ քեզ հարգում ենք, բայց ինչի՞ է բժշկությունը չէ խոսում։ Հիմա նույնն էլ իշխանությունը ներկայացնող անձինք, ովքեր խոսում են զինված ուժերից, առաջին բանը, որը քաղաքացու մոտ դրսևորվում է, դա այն է, որ այս մարդիկ կոմպետենտ մարդիկ չեն եւ բնականաբար այս տեսանկյունից նրանց ասելիքն էլ չի կարող հասարակությանը գնալ եւ անցնել։ Ցանկացած բան վերցրեք, որոնք զինված ուժերում այս տարվա փոփոխության մեջ եղել են, դիտարկենք ընդհանուր գործընթացների համատեքստում եւ յուրաքանչյուրը ինքնին ասում է իր մասին եւ ստվերելը, զինված ուժերի տարբեր իրադարձությունների հետ կապված բացական դինամիկան, խնդրարույց իրավիճակները ոչ թե նրանից են, որ որևէ խումբ հասարակության մեջ դրա նկատմամբ ցեխ է շպրտում կամ ստվերում, այլ նրանից է, որովհետեւ իշխանության քաղաքականությունը, այդ թվում պաշտպանության եւ անվտանգության տեսանկյունից ամբողջությամբ տապալվել է։ Զինծառայության ժամկետի կրճատումը համարում եք հերթական վտանգավոր, ուրեմն փոփոխություն է եւ համարում եք նախընտրական քարոզչություն։ Իսկապես հանրահաճո քայլ է թվում եւ ընկալվում։ Եվ այստեղ խնդիր է առաջանում բարդ իրականությունը հանրությանը կարողանալ ներկայացնել, որ առաջին հայացքից այս հանրահաճո որոշումը խորքում շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, այդ թվում յուրաքանչյուր զինվորի եւ նաեւ հանրության համար։ Տեսեք, այն որ հասարակության համար սա ականջ շոյող է, բնականաբար դա այդպես է, որովհետեւ առաջին արձագանքը սովորական մարդու մոտ ինչպեսին է լինում, ասում է ինչ շատ է, որ մեր տղաները գնան 1.5 տարի կծառայեն։ Գիտեք, դա ինչ-որ առումով նորմալ է, որ քաղաքացին, սովորական քաղաքացի, որը չի առնշվում անվտանգության հետ կապված այդ բարդ համակարգի տարբեր առանձնահատկություններին կամ իրադարձություններին, բնականաբար թեմային սկսում է դիտարկել կենցաղային տեսանկյունից։ Յուրաքանչյուր իր որդու, հարևանի, հարազատի եւ առասարակ հայ մարդու զինված ուժերում շատ ավելի կարճ ժամկետում ծառայելու եւ քաղաքացիական իր կյանքով զբաղվելու համար։ Բայց մասնագիտական շրջանակները, քաղաքական գործիչները նրա համար են, որպեսզի խոսեն այս իրադարձության մեջ հնարավորինս խորությամբ, որպեսզի մեր քաղաքացիների համար հստակ դառնա, թե առաջին հայացքից կամ յուրաքանչյուր ընտանիքի համար իր տեսանկյունից դրական տեսանելի այս process-ը իրականում իր մեջ ինչ խորությամբ խնդիրներ է պարունակում։ Նայեք, երբ որ պաշտպանության նախարարություն ներկայացնում է ծրագրեր, որոնք ըստ իրեն հնարավորություն է տալիս կրճատելու պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը, այստեղ ինֆորմացիան ներկայացում է շատ սահմանափակ։ Ինչի մասին է խոսքը։ Նախ դուք լսել եք, որ պաշտպանության նախարարությունը հանրայնացնի թիվը, մեկ զորակոչի թիվը, թե որքան է միջինացված կազմում մեկ զորակոչի թիվը, որպեսզի մեր քաղաքացին հասկանա 2 տարվա ցիկլում, երբ որ մենք ունենում ենք 4 զորակոչ 2 տարվա ցիկլում, դրա 1/4-ի կրճատումը Ինչ ծանրաբեռնվածություն է բերելու զինված ուժերի համար եւ առասարակ ֆիզիկական առումով դա քանի մարդ է կազմում, որովհետեւ ամեն զորակոչ միջինացված առումով կոնկրետ թիվ է, որը ես ծանոթ եմ։ Դա ռազմական բնույթի տեղեկատվություն է, որի մասին ես չեմ կարող խոսել, բայց հասկանում եք, ես իմ նման նաև որոշ մարդիկ, ովքեր ունեն այդ գաղտնիության հասանելիություն, նրանք այդ թվերին կամ ծանոթ են կամ կարող են ծանոթանալ։ Ինչով է սա կարևոր, որովհետև ես գիտեմ, որ 2 տարվա ցիկլի մեջ, երբ որ դու 6 ամիս ծառայություն ես կրճատում, դա քանի զինծառայող է կազմում, դա քանի զորամաս է կազմում, հասկանում եք։ Քանի ավել անքուն գիշեր է կազմում։ Այո, ես այս դրան կանդրադառնամ։ Տեսեք, բայց միջև սրան գալը մի հատ ուզում եմ մի հատ բան, այդ մեր ստարտային վիճակում, միջև սրա գործարկումը մենք հասկանանք։ Վերջին 2 տարվա ընթացքում ինչ փոփոխություն բերվել է ազգային ժողով, իշխանության գործիչները իրանք են հենց խոսել նրա մասին, որ զինված ուժերը ունի համալրվածության խնդիր եւ այս կամ այն փոփոխությունը փորձել են կապել համալրվածության խնդիրը լուծելու մեջ։ Այսինքն միջև այս նախագծի բերելը արձանագրվել է հենց իշխանության կողմից, որ զինված ուժերը ունի համալրվածության խնդիր։ Այսինքն, երբ որ մենք այս թեման քննարկում ենք, արդեն պետք է հաշվի առնենք, որ մենք սրան մոտեցել ենք արդեն իսկ համալրվածության մեծ խնդիրներով։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ գործոններ կան, որոնք ազդում են ընդհանուր համալրվածության վրա։ Առաջինը, ինչպես արդեն ասեցին, դա զորակոչն է, եւ բնականաբար այդտեղ կա կոնկրետ թիվ, որը չի հանրայնացում։ Եվ դա
վստահ ասում եմ, չի հանրայնացում, որովհետև մեր քաղաքացին կտեսներ, որ 6 ամսվա կրճատումը ինչպիսի մեծ թվի է բերում զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը։ Սա մեկ։ Ասում են, կա պաշտպան հայրենաց ծրագիր, որով մեր երիտասարդները պարտադիր ժամկետային ծառայության փոխարեն պայմանագիր են կնքում եւ ծառայում են 5 տարով, որը իհարկե շատ կարևոր ծրագիր է եղել, մենք ժամանակին իդեպ սրան կողմ ենք քվեարկել։ Նաև կողմ ենք քվեարկել նրա համար, որովհետև սա որոշակիորեն փոփոխված եւ դեռևս նախորդ կառավարության ժամանակահատվածում 2017-ի Վիգեն Սարգսյանի ժամանակահատվածում ներդրված ԵՍ-մ ծրագրի փոփոխված տարբերակն է եղել։ Հիմա տեսեք, ներկայացնում է, որ 3 տարվա կտրվածքով այդ ծրագրին դիմել է 4225 մարդ, ընդ որում 2-3 տարի սա եղել է գաղտնի տեղեկատվություն, բայց պաշտպանության նախարարությունը ցույց տալու համար, որ իրանք աճ ունեն, հենց միայն դրա համար գաղտնաձերծել են այդ փաստաթուղթը։ Հիմա երբ որ ես նայում եմ այդ 3 տարվա ցիկլով 4225-ը, երբ որ ես նայում եմ գաղտնիության այդ հնարավորությամբ մեկ զորակոչի կրճատման զինծառայողների թիվը, երբ որ ես նայում եմ ստարտային իրավիճակում մեր համալրվածության հետ կապված խնդիրները, ես տեսնում եմ, որ ակնհայտորեն ճեղքվածքը, որը կա համալրվածության հարցում, դա շատ ավելի մեծանալու է։ Հասկանում եք։ Հիմա այս իրավիճակում ուզում են ամեն ինչ մի կողմ դնել, թեման բերել էմոցիոնալ դաշտ եւ ցույց տալ, որ գիտեք, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, կոնկրետ մարդիկ չեն ուզում, որ ձեր երեխաների ժամկետը 2 տարուց կրճատի դառնա 1.5։ Այսինքն, երբ դու նայում ես փոքր նեղ տեսանկյունից, մարդկանց համար կարող է շատ հաճելի լինել այս փոփոխությունը, բայց երբ դու նայում ես պետական անվտանգության տեսանկյունից, երբ դու նայում ես սա հեռավորության մեջ, սա մեծ խնդիր է։ Ես մի բան եմ ուզում սրա համատեքստում ասել, տեսեք, աշխարհում վերջին 2 տարվա ընթացքում գնում է ռազմականացված մեծ process։ Կան երկրներ, հատկապես եվրոպական երկրներ, որտեղ վաղուց չկա պարտադիր ժամկետային ծառայություն, բայց իրենք սկսել են ինչ-որ մեխանիզմներով կամ այդ համակարգը վերականգնել, կամ դրա մոտ համակարգ։ Այսինքն հակառակ process։ Այո, անը դնում են կամավորական, մեկը դնում խրախուսող մեխանիզմներ են դնում, միտեղ սոցիալական ուժեղ երաշխիքներ են մտցնում, որ բերեն պարտադիր ժամկետային ծառայությունը վերականգնեն։ Ինչի հետ է սա կապված։ Սա ոչ միայն կապված է միջազգային անվտանգային սպառնալիքների հետ, որոնք դրդում են պետություններին եւ սպառազինության եւ մարդկային ռեսուրսների առումով գնալ զարգացման առումով, այլ աշխարհում որոշակի տրենդներ եւ դինամիկա է փոխվել, որտեղ զինվորական ծառայությունը մեծ թվով երկրներում վաղուց արդեն դարձել է մարդկանց համար ոչ այդքան առաջնային համարվող մասնագիտություն։ Եվ այս պարագայում նույնիսկ աշխատավարձերի եւ սոցիալական երաշխիքների բարձրացումը միշտ չէ որ հնարավորություն է տալիս համալրվածության հետ կապված խնդիրները լուծել։ Նախորդ տարի ես ծանոթանում եմ մի հատ զեկույցի, որը վերաբերում էր Մեծ Բրիտանիայի զինված ուժերին, որտեղ մի հետաքրքիր բան կար, որը նաև առնչվում է ընդհանուր այս մեր թեմային։ Այնտեղ տրված էր, որ Մեծ Բրիտանիան խնդիր է դրել, որպեսզի համալրվածության որոշակի աստիճան բարձրացնի, բարձրացրել է աշխատավարձը, մեծացրել է սոցիալական երաշխիքները, բայց իր ուզած թվին չի եկել հասել։ Երկրորդ հանգամանքը, ես ցավով եմ արձանագրում, բայց դա վստահ եմ ոչ միայն Հայաստանին է վերաբերում։ Երբ որ սահմանային լարվածության իրավիճակ է լինում, երբ որ քո զինված ուժերը ոչ պատերազմ ոչ խաղաղություն իրավիճակում են լինում, ցանկացած սրություն բերում է նաև պայմանագրային մեծ թվով անձնակազմին ծառայության պայմանագրերի լուծելու եւ դուրս գալու։ Սա տարբեր հաշվարկներով միջև լարված իրավիճակներում կարող է բերել 30-40%-ի։ Ես չեմ ասում հենց այդ պահին իրավիճակը զարգանում է եւ մարդիկ սկսում են լուծել իրենց պայմանագրերը։ Դա բնականաբար ազդում է նաեւ դիմելության վրա, պայմանագրային ծառայության եւ այլն, բայց ժամանակային վերլուծությունը ինձ հնարավորություն տալիս է որոշակի դիտարկումներ անելու, ինչը ես տեսել եմ տարբեր լարված իրադրություններում։ Եվ այս բացական դինամիկան նաեւ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր իր համար փորձում է կայունություն ապահովել, կայունությունը Հայաստանում հատկապես եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ արդեն միջազգային պրակտիկան ցույց տալիս հենված է նաեւ պարտադիր ժամկետային ծառայության վրա եւ մենք պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը գնում ենք կրճատման, մենք մեր համար մենք մեզ ապահովելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ ենք առաջացնելու։ Պատկերացրեք մի հատ իրավիճակ, որ Աստված մի արարած է, բայց
5 տարի հետո, 10 տարի հետո, 15 տարի հետո մենք տեսնենք, որ մեր ռեսուրսները, հնարավորությունները, այդ թվում պայմանագրային ծառայության հնարավորություն չեն տալիս մեր խնդիրները անվտանգային կամ մարտական խնդիրները լուծելու։ Դուք պատկերացնում եք այն կառավարության վիճակը, որը պետք է որոշում կայացնի, օրինակ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը կրկին դարձնել 2 տարի։ Նույնիսկ եթե Հանրային դիմադրության կար։ այո, նույնիսկ եթե դա լինի պետական անվտանգության տեսանկյունից խիստ հրատապ գործողություն։ Այսինքն դու կարող ես մի հատ այդ իրավիճակում էլ ստանալ նաև ներքին անվտանգային մեծ խնդիրներ, ձեր ասած այդ դիմադրության պարագայում, եւ դու որպես պետություն կանգնես շատ լուրջ խնդիրների առաջ։ Այսինքն, պարոն Աբրամյան, դեֆորմացնում են հանրային մտածողությունը նաև այսպիսով։ Այո, ոչ միայն այս մասով է դեֆորմացում, այլ առհասարակ, եթե որ նայում ես իշխանության քաղաքական եւ հատկապես քարոզչական գիծը, հիմնական իրադարձությունից անընդհատ մարդկանց հեռացնում են, տանում են լրիվ այլ հարթություն։ Տեսեք, հիմա խոսում ենք օրինակ նույնիսկ եթե այսօրվա օրը վերցնենք, որը իշխանությունը փոփոխություն օրենքով կատարեց եւ դարձեց որպես հիշատակում անվան։ Հունվարի 27։ Հա, հիմա տեսեք, հարց ենք տալի, ասում ենք լավ է, դու մենք 3 տասնամյակում զոհված մեր նահատակների այդ հիշատակման օրենք թվանում։ Այդ մարդիկ որտեղ են զոհվել եւ ինչի հետևանքով են զոհվել։ Հիմա պարզ է, չէ՞ որ իշխանության ներկայացնողը եթե մի հատ հարց տաս, ասես որ այս մարդկանց մեծ մասը զոհվել է հայրենիքի պաշտպանության համար Արցախում, կամ միանգամից փախնելու են այդ միկրոֆոնի դիմացից, կամ այնց անհեթեթ մտքեր են հնչեցնելու, որով խայտարակելու են եւ իրենց, եւ նաեւ այն պետությունը, որ իրենք ներկայացնում եւ որը շատ հաճախ անում են։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք տարբեր իրադարձությունների եւ տեսնում ենք, թե կոնկրետ փաստը իշխանությունը ինչպես է փաթեթավորում ներկայացնում հասարակությանը, շատ ակնհայտ է դառնում, որ ունենք մեկ իրականություն, ունենք լրիվ այլ ձևով փաթեթավորված իրականություն, որը փորձում է իշխանությունը փաթել հասարակության գլխին։ Պարոն Աբրամյան, օրվա հետ կապված, բանակի օրվան նախորդող օրը հիշատակի օր սահմանելու իշխանության այս նախաձեռնության հետ կապված, ես հետևում էի սոցցանցերում տրամադրություններին, ես կարող եմ անգամ հանուններ հրապարակել, ծնողներ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ միանգամայն դեմ էին արտահայտվում օրվա ընտրությանը եւ շատ հստակ պարզ հարցադրում էր հնչում, ինչու օր չէին սահմանում 44-օրյա պատերազմի այդ ամբողջ ընթացքն գրկող որևէ օր։ Ինձ համար պատասխանը շատ ակնհայտ եւ կարծում եմ շատ շատերի համար, այս իշխանությունը ուղղակի այսպիսով քարոզչական խնդիր է լուծում իր համար, սրանով փորձում է ցույց տալ, որ ինքը որևէ առնչություն չունի այն ողբերգության, այն զոհերի, այն կորուստների հետ, որոնք ուղիղ պատճառն են իրենց վարած քաղաքականության։ Սա նորից իրենց բարոյական նկարագրի մասին է խոսում, թե ոնց կարելի է անգամ այսպիսի քայլը արժե զրկել։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք 44 օրերի մասին, առաջին բանը, որը վախեցնում է իշխանությունը, դա Արցախ բառն է։ Որովհետև երբ որ խոսում ես այդ 44-օրյա պատերազմի մարդկանց դժոխքի միջով անցնելու այս նկարագրական մասից, սրանց համար առաջին բանը ոչ միայն պատասխանատվությունից փախուստն է, այլ նաև Արցախ բառը որևէ ձևով չշոշափելն է։ Հիմա տեսեք, խորհրդանի ամբիոնի մոտ տարբեր տեսախցիկների առաջ պաշտոնյաները միամիտ արտահայտելով Արցախի բառը, հիշում եք, չէ՞, ինչպես այնպես ներողություն խնդրելով բանով փոխում ասում էին Ղարաբաղ։ Այսինքն այդ բառը դարձել է իրանց համար մի հատ վտանգավոր եզրագիծ, որից այն կողմ, այո, որից այն կողմ պաշտոնից ուղղակի ազատվելն է եւ այլն եւ այլն։ Իմիջիայլոց ես ընդհանրապես այդտեղ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ Արցախի սահմանությամբ Արցախի հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն է հասկացվում, հավասարացված էին։ Ես նույնիսկ այս սոցիալական ցանցերում եմ տեսնում, որ ինչ-որ մեկը Ղարաբաղ է ասում կամ Ղարաբաղցի է ասում, այնտեղ մարդիկ մտնում են ասում են Ղարաբաղցի չի, Արցախցի է եւ այլն։ Նույնիսկ մի քանի խորհրդանշական երգեր կան, դեռ չեմ խոսում բավական շատ բանաստեղծությունների մասին, որտեղ Ղարաբաղցի հասկացությունը այստեղ չի խնդիրը։ Խնդիրը թեման է, որը Հայաստանի իշխանությունը ուզում է առավելագույնս փակել, ծածկա դմփոցի վերածել, կարծես թե դա մեր պատմական որևէ փուլում տեղի չունեցել, կարծես թե այդ հաղթանակները, որը տարվել էր առանց իրենց մասնակցությամբ, իրենք ժամանակին տարբեր բաժակներով չէին նշում կամ չէին վայելում այդ հաղթանակը, եւ երբ որ եղավ ժամանակը
երբ որ պետք է իշխանությունը պատասխանատվություն ստանձներ իր քայլերի գործողությունների համար, հանկարծ փորձեցին պատմություն նախամբագրել, որը բնականաբար որևէ ձևով նրանց մոտ չի ստացվելու։ Բայց եթե կրկին վերադառնանք ձեր հարցադրմանը, կոնկրետ այդ օրվա հետ կապված, տեսեք, ես ինքս բավականին մեծ շփումներ ունեմ մեր նահատակների, ծնողների հետ, հարազատների, ընտանիքի անդամների հետ։ Ես այս թեման բազմիցս քննարկել եմ, երբ որ սկսեց սրա քննարկումը, որովհետև ինքը շատ նուրբ թեմա է եւ բնականաբար առանց այդ մարդկանց կարծիքը իմանալու, նույնիսկ իմ կարծիքը, անձնական կարծիքը մի կողմ դրած, դու չես կարող այս մասով ճիշտ դիրքորոշում արտահայտել, առավել ևս այս իրավիճակում գործել։ Եվ ինձ հանդիպած բոլոր մարդիկ էլ, ովքեր ում հետ զրույց եմ ունեցել, ճիշտ ձեր ասած մտքի տրամաբանության մեջ էին եւ կարծում եմ, որ սա որևէ ձևով պետք է կապվի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկա ժամանակահատվածի, կոնկրետ կամ ասում էին սեպտեմբերի 27, կամ ասում էին նոյեմբերի 9 եւ այլն։ Հիմա 3-11 ընթացքում բազում գործողություններ են եղել, մարտական խնդիրներ են եղել, նահատակվել են մարդիկ, սկսած առաջին պատերազմում, երկրորդում 2016 մարտական գործողություն 44 օրյայում, բայց դրանից բացի նաև դիվերսիոն տարբեր գործողությունների, դիպուկահարներ եւ այլն, այսինքն մեծ շղթա է եկել, որը բնականաբար յուրաքանչյուրը ունի իր պատմությունը, յուրաքանչյուրը ունի իր հերոսներին, որը դու չես կարող ամբողջացնել եւ կիրառել ըստ անհրաժեշտության։ Սա մեկ։ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին լրանում էր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարին, երբ որ Ադրբեջանը սեպտեմբերյան այդ գործողության ժամանակ հարձակումներ իրականացրեց 3 մարզերի ուղղությամբ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի, եւ որի հետևանքը մեծածավալ ոչ միայն տարածքային կորուստներն էր, այլ պաշտոնական տեղեկություններով 224-225 մարդու նահատակությունը։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ այդ գործողության հետևանքով նաև 5 զինծառայողներ, կին զինծառայող էր զոհվել, կտանքների ենթարկվել եւ այլն, նաև տեղեկություններ էր տեղի ունեցել եւ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին այդ մեկ ռազմաքաղաքական ղեկավար չայցելեց Եռաբլուր եւ իր հարգանքի տուրքը չմատուցեց։ Այսինքն մի կողմից այդտեղ երևում է Արցախի գործոնը եւ իշխանության քաղաքականությունը Արցախի թեման ամեն գնով փակելու, բայց մյուս կողմից էլ երևում է, որ կոնկրետ Հայաստանի եւ նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար նահատակված մարդկանց մասով էլ հարգանքի տուրքի մատուցում առհասարակ պետական քաղաքականություն գոյություն չունի։ Եվ սրա հավաքական եզրահանգումը այն է, որ առհասարակ սրանց համար ոչ Հայաստանի ինքնիշխանությունն է առաջնահերթ, ոչ տարածքային ամբողջականությունը, ոչ էլ առավել եւս այն նահատակները, որոնք իրենց կյանքի առաքելություն դրել են հայրենիքի պաշտպանությունը եւ ըստ էության իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի։ Պարոն Աբրամյան, այս համատեքստում ես չեմ կարող չանդրադառնալ մի խոցելի թեմայի, որը ինձ մի քանի օր է հանգիստ չի տալիս։ Ես նախապես ներողություն եմ խնդրում զոհերի ընտանիքներից այս թեմային անդրադառնալու համար, բայց սա եւս մեկ անգամ ցույց է, թե այս իշխանությունը եւ գերատեսչության պատասխանատուն ինչ վերաբերմունք ունի յուրաքանչյուր զինվորի հանդեպ եւ կյանքի հանդեպ։ 30 զոհ ենք ունեցել, պաշտպանության նախարարը 6 թիվն է շեշտում։ Եվ գիտեք ինչու, ես հիմա վերցրել եմ որպեսզի մեջ բերեմ, որովհետև առանց դրա ուղղակի չեմ ուզում վերարտադրել, որ չստացվի ես ինչ-որ բան բաց եմ թողել։ Պաշտպանության նախարարը շեշտում է 30 զոհից, ասում է, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքեր են։ Այդ թվում նաև ուշադրություն, հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից, ճանապարհային երթևեկության խախտումների պայմանների բերումով, վթարի բերումով։ Ենթատեքստը ո՞րն է պաշտպանության նախարարի այս մեկնաբանության։ Եթե հիվանդության պատճառով զինվոր է մահանում, չէ՞ որ 2 տարի ընտանիքը զինվորին ի պահ է հանձնում պետությանը։ Եթե զինվորը մահանում է հիվանդության պատճառով, դա դարձյալ ձեր մեղքն է, հենց դրա համար է, որ պատշաճ բուժզննում են անցնում մինչև ծառայություն գալը եւ ընթացքում պիտի պատշաճ բուժզննում ապահովի կամ ինչ են նշանակում վթարի հետևանքով 2 տարի այդ մարդկանց ճակատագիրը հանձնվել է ձեզ։
Էս ինչ վերաբերմունք է, այսինքն այս զոհերը մեր պատճառով են, այն զոհերը մեր պատճառով չեն, այս վիճակագրության մեջ մտցնենք, այն չմտցնենք, ես ներողություն եմ խնդրում այս թեմային անդրադառնալու համար, բայց սա շատ խորհրդանշական ցուցիչ է իրենց վերաբերմունքի։ Սա ոչ միայն վերաբերմունք է, այլ նաև անպատասխանության դրսևորում է, որովհետև ցանկացած իրավիճակում էլ զինծառայողի մահը դա ողբերգություն է հատկապես մեր նման փոքր երկրների համար, երբ որ այդ օջախները այդքան էլ մեծ չեն եւ նահատակությունը, տարբեր պատճառերով մահվան դեպքերը, ել չեմ ասում արտագաղթի հետևանքով նաեւ ընտանիքների հեռանալը մեր պետության համար բավականին մեծ խնդիր է։ Երկար տարիներ է արդեն, երբ որ այս իշխանությունը մանրամասն ուսումնասիրության չի ենթարկում դրա պատճառները։ Երբ որ դու ասում ես հիվանդություն, այդ հիվանդությանը ինչն է դրա պատճառը, այսինքն երբ որ նա զորակոչվել է բանակ, կլինի պարտադիր ժամկետային ծառայության ձևով, կլինի պայմանագրային ծառայության ձևով, հանձնաժողովները անպատասխան ուսումնասիրություն, հետազոտություն իրականացրել թե չեն իրականացրել։ Եթե իրականացրել են եւ այդ մարդը զորակոչված է առողջ բոլոր նորմերին համապատասխանող պայմաններում, ապա ինչ է նրա հետ տեղի ունեցել, որ նա առողջական խնդիր է ձեռք բերել, հետագայում անհրաժեշտ բուժում չի իրականացվել, դա բերել է արդեն մահվան ելքով որևէ միջադեպի։ Գիտեք, իշխանությունը փորձում է ամեն ինչ անել ցույց տալու համար, որ իր փչացկեղծ խաղաղությունը ընթացքի մեջ է, նրանց ընդգծվածությունը դրա մեջ է եւ վիճակագրությունն է նրանց համար դարձել այստեղ առաջնահերթ, բայց ես սրա հետ կապված նաեւ այլ բան եմ ուզում հիշեցնել։ Ես հիշում 2018 թվականի աշունը, Դուշանբեի պայմանավորվածությունները, երբ որ Հայաստանի իշխանությունները պարզապես ցնծություն ապահովող լրատվություն էին ապահովում, որ տեսեք, մենք Դուշանբեում չկրակելու պայմանավորություն ենք ձեռք բերել, ինչը նախկինում որևէ մեկը չի կարողացել, սա եւ այլն, եւ 2 տարի առաջնագիծը անընդհատ եւ նաեւ մեր հասարակությունը անընդհատ բերում էին զգոնության թուլացում, բերում էին մի միտք, որ պատերազմ այլևս չի լինելու, եկել է մի մարդ, ով որ կանխել է պատերազմը եւ այլն։ Այդ ժամանակ էլ էին վիճակագրությունը անընդհատ ներկայացնում, որտեղ երևում էր, որ մարտական պայմաններում զոհերի թիվը նվազման դինամիկա էր ցույց տալիս, բայց ինչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո եկավ 2020 թվականը, դրան նախորդ էր ժամանակահատված, երբ որ Ադրբեջանը այդ 22 տարվա ընթացքում սկսեց նախապատրաստել ռազմական գործողություններ, որտեղ իր դիմացը կանգնած մարդիկ, նկատի չունեմ զինծառայողներին, այլ ռազմաքաղաքական որոշում կայացնողների, պարզապես պատերազմի պատրաստվելու, անվտանգային համապատասխան միջոցառումներ անելու փոխարեն պարզապես քարոզչական փուչիկներ էին փչում եւ դրանք 20 թվականի 44-օրյա պատերազմին պայթեցին։ 44-օրյա պատերազմը մենք ինչի պարտվեցինք, մենք պարտվեցինք, որտեղ զենք քիչ ունեինք, փամփուշտները, զինամթերքները քիչ, չէ, որովհետև Հայաստանի գլխին կար ռազմաքաղաքական ղեկավարություն, որը ճիշտ իրավիճակում ճիշտ որոշումներ չկայացրեց, պատերազմը իր ողջ ընթացքում համապատասխան ձևով չվարեց, որոշումներ, որոնք պետք է այդտեղ աշխատեին իրավիճակը զսպելու, համապատասխան միջոցառումներ իրականացնելու, տարբեր երկրների հետ աշխատանքներ իրականացնելու պարզապես չարվեց։ Եվ դա էլ մեծ այլ թեմա է, որը փորձեց բարդվել այլ կողմերի վրա, սրա վրա, նրա վրա, հիմա էլ փորձում են դա ամբողջությամբ քողարկել, դնել մի հատ մեծ արկղի մեջ, պարզապես դնել անկյունում, ոչ մի բան չի հիշատակել եւ այլն։ Այսինքն այս տեսանկյունից մեկ բան է, թե դու այդ պայն ինչ ունես վիճակագրական տեսանկյունից, լրիվ այլ բան է, թե դու ինչ կունենաս որոշակի ժամանակային կտրվածքով։ Իշխանությունը ոչ միայն ապրում է, այլ փորձում է պարտադրել հասարակությանը ապրելու իր նման օրվա իրավիճակով, օրվա կուրսով, իսկ թե ինչ կլինի 2 օր հետո, 1 ամիս հետո, 1 տարի հետո, սրանց առհասարակ որևէ ձևի հետաքրքիր չէ։ Երբ մենք համալրման խնդրին անդրադարձանք, ես ուզում եմ հիշեցնել այս դրվագը նույնպես հրաշալիորեն վկայում է հակասությունների մասին, Պաշտպանության նախարարը ասում է վարժական հավաքները ամենևին էլ համալրման բացը լրացնելու համար չեն արվում, մինչդեռ փոխնախարարը նույն գերատեսչության հայտարարել էր, որ այո, կա համալրման խնդիր եւ վարժական հավաքների մասնակիցները նաեւ այդ պատճառով են մարտական հերթափոխի ներգրավում։ Սա իրենց կառավարման ամբողջ շքեղության մասին է վկայում այս փոքրիկ դրվագը։ Եվ նաև մի բան, պարոն Աբրահամյան, դուք վերջերս անդրադարձել եք նաև
Ադրբեջանի ռազմական բյուջեի աճին շուրջ 44%-ով աճել է, ի համեմատություն Հայաստանի բյուջեն 15-ից 16%-ով կրճատվել է։ Սրան անդրադարձել էր նաև արտաքին հետախուզության ծառայությունը իր զեկույցում, նորից հակասություններ կային, պարոն Աբրահամյան։ Ուրեմն առաջին պարբերությունում նշվում է, որ իրենց գնահատականով Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում էսկալացիայի հնարավորություն գրեթե բացառվում է։ Հաջորդող տողերում խոսում է բաների մասին, որոնք հակառակ հնարավորության մասին են վկայում։ Օրինակ, այն, որ անգամ օգոստոսի 8-ի, այդ Վաշինգտոնի համաձայնագրից հետո միևնույն է եւ դեռ ավելին Ադրբեջանի կողմից այսպես կոչված արևմտյան Ադրբեջան խոսույթը ավելի մեծ ծավալով է շրջանառության մեջ դրվում եւ նույն զեկույցում արձանագրվել է, որ դա այո կարող է տարածաշրջանում լուրջ անկայունություն առաջ բերել։ Ադրբեջանի հետ հարաբերությունը դեռ մի կողմ, Իրանի խնդրին են անդրադարձել նշելով, որ դա դարձյալ կարող է տարածաշրջանի ուրեմն ապակայունացման գին արժանանալ Հայաստանի անվտանգության գին, այսինքն այդ աղքատիկ զեկույցը այդուհանդերձ որոշակի ճշմարտությունների մասին վկայում էր, իրենք իրենց շուրթերով, իրենց ձեռքով դա գրել եւ արձանագրել են, բայց այդքանով հանդերձ կրճատում են ռազմական բյուջեն Հայաստանում, կրճատում են ծառայության ժամկետը, որը էականորեն ազդելու է ուրեմն համալրման որակի վրա։ Հիմա այս հակասությունները ինչի մասին են, ինչին են տանում այս մարդիկ Հայաստանը, պարոն Աբրահամյան։ Նախ սկսեմ Պայեստազորի հավաքների մասին։ Միջև վերջերս, միջև երևի 2 ամիս առաջ, երբ որ ես ստանում էի ամեն տարվա համար Պայեստազորի հավաքի մասնակիցների թիվը, դա արվում էր գաղտնի գրությամբ եւ ես դա հանրայնացնելու հնարավորություն չունեի։ Բայց վերջերս Պաշտպանության նախարարությունը որոշել է, որ դա հանրայնացման ժամանակահատվածում իրենց համար այլևս խնդիր չի ստեղծում եւ այն ինչը ինձ մատուցվել էր որպես ռազմական բնույթի տեղեկատվություն, դա հանրայնացվեց։ Այսինքն այստեղ ակնհայտորեն նաև օրենքի հետ կապված խնդիր կա։ Իշխանությունը նույնիսկ գաղտնիության այդ հասանելիությունը ըստ իրավիճակի է աշխատում։ Այդ բանը իրեն պետք է այլևս գաղտնի չէ։ Իրան պետք չէ, ինքը դառնում է միանգամից գաղտնի տեղեկատվություն։ Հետաքրքիր ինչ է սրա մեջ։ Հայաստանում ըստ այդ տեղեկատվության Պայեստազորի հավաքներին 2025 թվականին մասնակցել է 16000 մարդ։ Նախատեսված է, որ 26 թվականին այդ մարդկանց թիվը վարժական հավաքների մասնակցության դառնալու 20000։ Հիմա եթե մեկը կարող է ինձ համոզել, որ դա բացառապես արվում է վարժական ուսումնական process-ների համար, ես միանշանակ իրանց հետ որևէ համաձայնություն չեմ ունենա։ Նախ օրենքը ինքը սահմանում է ինչ է վարժական հավաքը եւ ինչի համար է նախատեսված, այնտեղ մարտական հերթապահության մասին որևէ բան չկա, սա մեկ։ Երկրորդը, եթե խնդիրը զուտ վարժական հավաքի իրականացումն է, ապա այնտեղ կա ըստ իրավիճակի, օրինակ, թե ըստ զինված ուժերի ստորաբաժանումների, ջոկերի, դասակների կամ վաշտերի ոչ միայն ուսումնական process-ը, այլ ներդաշնակեցումի ժամանակահատվածում է լինում։ Հիմա 25 օրից 10 օրը նախատեսված է ուսումնական process-ի համար, 1 օրը հանգիստ է, իսկ 14 օրը մարտական հերթապահություն է։ Բացի նրանից, որ դուք հակասության մասին խոսեցիք, որտեղ շատ այլ գործիչներ էլ իշխանությունը ներկայացնող ասել են, որ մենք առաջնագծում ունենք խնդիր եւ դա փորձում ենք այզեով լրացնել, միանշանակ է, որ հիմա էլ այդ դինամիկան պահպանվում է եւ 26-ին 25-ի համեմատ աճում է, որովհետև սահմանի շատ ավելի մեծ հատվածներում կա խնդիր մարտական հերթապահություն իրականացնելու։ Պաշտպանության նախարարը փորձեց շատ անհաջող շրջանցել թեման, ասելով, որ գիտեք, մենք պետք է մարդկանց հնարավորություն տանք, որ գնան նաև իրենց հայրենիքի պաշտպանությանը մասնակիցեն, բայց հայրենիքի պաշտպանության համար օրենքը սահմանում է, թե որ դեպքում են գնում։ Պարտադիր ժամկետային ծառայությունն է, պայմանագրային ծառայությունն է, տեղական պաշտպանության ուժերն են եւ այլն, այսինքն մասնակցության ձևերի մասին օրենքը սահմանում է։ Լավ, ես կհասկանայի, եթե վարժական հավաքներին եւ մարտական հերթապահությանը մասնակցեր ամեն տարի, չգիտեմ, 3000 մարդ կամ 5000 մարդ, բայց երբ դու 20000 մարդ տանում ես ու փորձում ես դա ներկայացնել որպես այդ մարդկանց ցանկություն, որ թողես երևի կասեն կամավոր հիմունքով են գնում եւ այլն, դա լրիվ այլ բանի մասին է խոսում, քողարկվում է բուն առաջնագծում եղած խնդիրները, փորձելով ցույց տալ, թե այդ մարդկանց մարտական հերթապահության են հանը ոչ թե նրա համար, որ դրա խնդիրը կա, այլ նրա համար, որ այդ մարդկանց համար կարևոր է, որպեսզի իրան գնան իրենց ընկերների կամ որդիների հետ այնտեղ մարտական հերթապահություն իրականացնել։ Տեսեք,
Այն մարդիկ, ովքեր ծառայությունը տեսնում են, դրա մեջ են կամ դրանով են անցել, իրենք իրականում գիտեն առաջնագծում ինչ վիճակ կա։ Յուրաքանչյուրը կարող է իր լեզվամտածողության շրջանակներում է դա ներկայացնում, բայց սանրաբեռնվածությունից սկսած յուրաքանչյուրը գիտի, չէ, թե դա ինչպես կամ ոնց է իրականացնում։ Համապատասխան հրամաններ կան, թե դիրքում ինչքան մարդ պետք է լինի, Զինված ուժերում ծառայող մարդիկ գիտեն, թե քանի հոգով է շատ ավելի արդյունավետ մարտական հերթապահության իրականացումը եւ այլն։ Այս պահին սահմանված թիվը, որը կա եւ ինչքան մարդով հանձնակազմով հերթապահություն են իրականացնում, դա արդյունավետ չի։ Դա այդ թվով է իրականացում, որովհետեւ ելի մենք ունենք համալրվածության խնդիր եւ ստիպված են այդ թվով իրականացնելով, որովհետեւ արդյունավետ իրականացման թիվը մարտական հերթապահության համար լրիվ այլ թիվ է։ Հասկանում եք, չեմ ուզում շատ ավելի բացվածքով խոսեմ այս մասով, կոնկրետ թվերը հրապարակեմ, բայց ովքեր որ պետք են, ովքեր որ մեջն են, իրանք այդ ամեն ինչը շատ լավ հասկանում են ու շատ լավ գիտեն։ Գիտեք, ավելի լավ է գնալ ազնիվ խոսել հասարակության հետ, ասել որ գիտեք, մենք ուզում ենք այս ճանապարհով գնալ։ Սրա ճանապարհը անցնում է պարտադիր ժամկետային ծառայության կրճատման մասով, որտեղ կան ռիսկեր, բայց մենք գնում ենք սրան, որտեղ այս ռեֆորմը սա է պահանջում։ Քննարկում միգուցե այդ ժամանակ ուրիշ տեղ կգնա, բայց երբ որ քեզ փորձում են ակնհայտ փաստերից շեղել եւ լրիվ այլ իրականություն ներկայացնել, ինձ չեն կարող, բայց հասարակության այն հատվածը, որը թեմայի մեջ չի, քաղաքական թեմաների մեջ չի, փորձագետ չի, ռազմական մեր հայեցակարգային չի տիրապետում, բնականաբար այդ մարդուն ներկայացնում են բան, որը որևէ ձևով այդ մարդիկ չեն կարող այդ պահին վերլուծել։ Հիմա գամ ես երկրորդին, որը վերաբերում էր արտաքին հետախուզության ծառայության զեկույցին։ Տեսեք, երբ որ Ադրբեջանը ներկայացնում է դինամիկան, 3 տարվա ընթացքում 44% ռազմական ծախսերի աճը, դա հսկայական թիվ է։ Հատկապես Ադրբեջանի նման բանակ ունեցող երկրի համար, ինչ եմ սա ասում, որտեղ Ադրբեջանը 20-25 թվականներին թուրքական մոդելով նատոական բանակի այս ամբողջ կուրսն է անցել, համապատասխանացվել է անձնակազմի մարտական պատրաստության վիճակը, սպառազինությունը, հնարավորությունները, կրթական ծրագրերը եւ այլն, եւ այս 5 տարվա ընթացքում Ադրբեջանը հսկայական գումարներ է դրել եւ ստացել է կոնկրետ մոդելի, կոնկրետ բանակ։ Հիմա Հայաստանի իշխանությունը ինչ է ասում։ Հայաստանի իշխանությունը այդ պատերազմից հետո անընդհատ տարբեր այդպես ինչ-որ սևագրեր է ներկայացնում զինված ուժերում փոփոխությունների մասին։ Ինչ հիշում եմ 18 թվականից խոսում են նատոական չափանիշների մասին, դրանից անցել է արդեն 8-րդ տարին է լրանում, մենք որևէ բան չունենք։ Նույնիսկ Համազգեստի հարցը, որը թվում է, որ ամենահեշտ տեխնիկապես նաև լուծվող հարցերից մեկն է, 2021 թվականից Համազգեստից են խոսում, այս տարին որ բերել են, ասում են, տեսեք, ցենց մի քանի տարբերակ ենք բերել։ Ին էլ դերևս մարդկանց զորակոչին դերևս Համազգեստ չի տրամադրում, որտեղ հələ այդքան քանակ էլ չկա։ 5 տարուց խոսում են, հետո բողոքում են, ասում են, մեզի քննադատում են, էս են անում։ Դուք 5 տարվա մեջ Համազգեստի խնդիր չեք լուծել, հասկանում եք։ Այսինքն այս մարդկանցից մեր քաղաքացին ինչ պետք է ակնկալի։ 5 տարվա մեջ Համազգեստի խնդիր չլուծած մարդը, որը պետքա դիզայնի, որակի ֆունկցիոնալության խնդիր լուծի։ 5 տարվա մեջ եթե դա չեն լուծել, դուք պատկերացնում եք գնաս այս մարդկանց հետ քննարկես օրինակ արհեստական բանականության դերը այսօր մարտական տարբեր խնդիրների, ասենք, լուծման համատեքստում եւ այլն։ Այսինքն իրանք են դրա հնարավորությունը չեն տալիս։ Հիմա 3 տարվա կտրվածքով նույն այդ զեկույցի համաձայն 44%-ով ռազմական հատկացումների աճ է եղել։ Ադրբեջանը ցույցել է տալիս, թե ինչն է, ինչից ինչի է ինքը վերել հասրել։ Հայաստանի իշխանությունը ինչ է արել։ Նույն տաշտակի առաջ չի կանգնած։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, այդ Ջերմուկ, Վարդենիս, Կութական, որ հատվածն ասեմ, Ներքին Հանդ ասեմ, Տեղգյուղն ասեմ, Կորնիձորն ասեմ, ամենուրեք այդ վիճակն է, չէ՞։ Ինչի վրա են հպարտանում, ինչն են վկայակոչում, ինչի հիման վրա են գնում փոփոխությունների, ինչն են կրճատում, որևէ ձևի չես հասկանում։ Կամ ձեր ասած նույն զեկույցում, երբ որ ասում է Վաշինգտոնյան պայմանավորությունից հետո, ըստ տվյալ պետական մարմնի դիտարկումների, Ադրբեջանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան տերմինաբանությունը շատ ավելի է աճել, քան դա եղել է դրանից առաջ։ Նաև եզրահանգում է անում, ասում է սա կամ փորձում է Ղարաբաղի հարցը բալանսավորել, ասում է կամ սա տարածքային հավակնության հայտ է։ Հայտ կամը ո՞րն է այստեղ։ Այսինքն Ադրբեջանը իր ողջ գործիքակազմը օգտագործում է այս պահին քարոշչությամբ քեզ մորթելու համար, քո մոտ իր ցանկացած օրակարգային հարց փակելու համար։ Դա վերաբերում է ոչ միայն Արցախի հարցին, դա վերաբերում է
հայ առաքելական եկեղեցում, որտեղ հայ առաքելական եկեղեցին, որքան Հայաստանը իշխանությունը փորձում է ներկայացնել որպես հայաստանյան կառույց, նա համաշխարհային կառույց էր բոլոր հնարավորություններով դիվանագիտական, միջազգային, էլ չեմ ասում ինքնության պահպանման, հայապահպանման հարցերով։ Այսինքն Ադրբեջանը մենակ Արցախի հարցի դեմ չի կռիվ տալիս, հայ առաքելական եկեղեցու դեմ է տալիս, անթակույց ձևով պայքար է տալիս Հայաստանի բոլոր այն ուժերի, որոնք ազգային ուժեր են եւ որոնց համար պետությունը, հայրենիքը, հողը վեր է ամեն ինչից հասկանում եք։ Այսինքն Ադրբեջանը ինքը ստեղծում է իր համար ժամանակային կտրվածքով գործիքներ Հայաստանի վրա մշտական իր ճնշումները ապահովելու ըստ իրավիճակի նաև շանտաժային քաղաքականության, որի մի փուլը նաև ուժի կիրառման միջոցով իր ուզած հարցի լուծումն է, իսկ Հայաստանի իշխանությունը ասում է դե լավ, դե արդեն խաղաղություն է, էսի կրճատենք, էնի կրճատենք, մենք հիմա տնտեսության մեջ ենք դնում, սրա հետ առևտուր ենք անում, նա ենք անում։ Սրանք հակասող բան չեն, դու քո տնտեսությունը պետք է կառուցես, դու քո պետությունը պետք է կառուցես, դու պետք է քաղաքականությունը կառուցես։ Երբ որ դու ասում ես ես սրանցից մեկը արդեն կարամ չկառուցեմ, որովհետև ես սրա հետ խաղաղություն եմ կնքել, նրա հետ ես ինչ եմ կնքել, հասկանում եք, դա ընդհանրապես ցույց է տալիս այն անլրջությունը, իսկ այս պահին անլրջություն ձևակերպում իրենց համար վստահ ասում են որ կոմպլիմենտ է, իսկ իրականում այն քաղաքականության ծանր հետևանքները, ինչը Հայաստանի իշխանությունը առաջադրում է իր ժողովրդին։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան, եւ վերջում վաղը հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը շնորհավորելու է մի մարդ, նկատի ունեմ Սուրեն Պապիկյանին, որը 3 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո Ազատի զորամասի կացարանի ողբերգական հրդեհից հետո հրաժարական չտվեց։ Գլխատեցին մի ամբողջ բանակային կորպուս, երկրորդ բանակային կորպուսը։ Մինչև այսօր դեպքը բացահայտված չէ, դատական քաշքշուկները շարունակվում են։ Եվ այս մարդիկ են խոսում բանակի բարեփոխումների մասին, եւ այս մարդիկ են ընդհանրապես խոսում հիշատակի օր սահմանելու անհրաժեշտության մասին։ Ես այդտեղ մի կարևոր հավելում եմ ուզում անել Ազատի հետ կացարանի հետ կապված իրավիճակի։ Տեսեք, դատական process-ը չգնացած, ծառայական քննություններ չսկսած եւ չավարտված, հանրության ցասումը պարզապես կանգնեցնելու համար ըստ իրավիճակի տարբեր մարդկանց ազատեցին պաշտոնից, տարբեր մարդկանց այլ տեղեր ուղարկեցին եւ այլն եւ այլն։ Սա ինչի մասին է խոսում։ Որևէ մեկը չի կարող բացառել, որ այդ մարդկանց մեջ կային այնպիսիները, որոնք այս կամ այն կերպ պատասխանատու են ստեղծված իրավիճակի կամ այդ ողբերգության համար։ Բայց այն մարդիկ, ում որդիները այդ դժբախտ պատահարի հետևանքով մահացել են կամ զոհվել են, այդ մարդկանց համար կարևոր է որպեսզի մեղավորները բացահայտվեն։ Իրենց համար պետք չի որ իրենց աշկերը փակելու համար նրան հանեն, նրան վրա գոռան, նրան հայոեն, չէ, այդ մարդկանց համար եւ առասարակ մեր բանակի համար կարևոր է որպեսզի իրավիճակը բացահայտվի, թե ինչ է իրական տեղ ունեցել եւ դրա մեղավորները պատժվեն, հասկանում եք։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է հունվարի 28-ին դրա խորհրդին, Գիտեք, 3 տասնամյակ է անցել։ Մի կողմից դա շատ մեծ թիվ է թվում, հատկապես իմ համար, ձեր համար, որովհետև դա մեր կյանքի հիմնական մասն է կազմում։ Մյուս կողմից շատ կարևոր է դրա խորությունը ամբողջության մեջ հասկանալու։ Բանակի հիմնադրումը ինչ պայմաններում է տեղ ունեցել։ Հայաստանում եկաշարժ, Արցախյան շարժում, Ադրբեջանի հետ պատերազմ, անկախություն, որտեղ մարդիկ ինքնակազմակերպում էին, ջոկատներ էին ձևավորում, հետո մարդկային միտքը այնպեսի հասունացման փուլեր եկավ, որ հասկացան, որ ջոկատներով միայն խնդիր չի լուծվելու, բոլորը միավորվեցին, ստեղծեցին մի հատ մեծ ինստիտուտ, որը ոչ միայն պատերազմի հաղթանակը ապահովեց, այլ հնարավորություն տվեց 3 տասնամյակ մեր պետականությունը կառուցելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ապահովելու։ Այս ճանապարհին մենք բազմաթիվ նահատակներ ունեցանք եւ այն ժողովուրդները, որոնք ըստ արժանվույն չեն գնահատում մարդկային նահատակությունը, որը տեղի ունեցել հանուն մարդու, հանուն պետության եւ հանուն հայրենիքի, այդ պետությունները երբեք ապագա չեն կարող ունենալ։ Իմ կռիվը եւ շատ շատերի կռիվը սրա համար է, սա քաղաքական հարց չէ։ Ճիշտ է, այս ամենը պետական քաղաքականությունում պետք է լինի առաջնահերթ նորմալ կառավարությունների պայմաններում, բայց սա նորմալ մարդու համար մշտական կռիվ է, որպեսզի նահատակը մեր հասարակության բոլոր շերտերի համար անկալվի որպես մարդու
ում առաքելությունը եղել է հանուն բոլորի, հանուն հայրենիքի եւ հանուն հողի նահատակությունը եւ այդ մարդը եւ նրա ընտանիքը մեր հասարակության մեջ միջև չունենան առաջնային դերը, միջև դրանք չլինեն գնահատված իրենց ողջ ծառայության ընթացքում, այս պետությունը որևէ քայլը շարժվելու հնարավորություն պարզապես չի ունենալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։